Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է Ռուսաստանի նախագահի հետ, քննարկելու նաև Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ու Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ում հետ Ուիթքոֆը հանդիպել էր այսօր ավելի վաղ։ Վերջին անգամ նա Պուտինի հետ հանդիպել էր անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանը բավական մեծ զիջում է անում, չգրավելով ամբողջ Ուկրաինան։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը մեծ ճնշում է գործադրում Մոսկվայի վրա, այլապես Պուտինը չէր սկսի բանակցել։ Մենք մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի վրա։ Հակառակ դեպքում նախագահ Պուտինը հիմա չէր բանակցի։ Կարծում եմ նա ուզում է գործար կնքել, մենք դա շատ շուտով կիմանանք։ Հարցին, թե ինչ զիջումներ է մինչ օրս արել Ռուսաստանը խաղաղություն հաստատելու դիմաց, Թրամփը պատասխանել է. դադարեցնել պատերազմը, դադարեցնել ամբողջ երկրի գրավումը։ Բավական մեծ զիջում է։ Նաև ասել է, որ Ուկրաինան շատ տարածքներ է կորցրել, իսկ կոնկրետ Ղրիմը հետ բերելը շատ դժվար կլինի։ Այս ֆոնին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների ճնշման պայմաններում եւ խաղաղության համաձայնագիր կնքելու շրջանակում Ուկրաինան գուցե ստիպված լինի որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին։ Սցենարներից մեկը տարածքների զիջումն է, դա արդար չէ, բայց խաղաղության համար ժամանակավոր խաղաղության գուցե դա կարող է լուծում լինել, ժամանակավոր։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն դրա որոշ տարրեր ճշգրտման կարիք ունեն։ Սերգեյ Լավրովն ասել է, որ Թրամփը թերևս միակ առաջնորդն է, որն ընդունում է, որ նախ պետք է լուծել հակամարտության առաջացման պատճառները, որոնցից գլխավորը ըստ նրա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մերձեցումն էր։ Մենք շարունակում ենք շփումներն ամերիկյան կողմի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կան մի քանի նշաններ, որ վկայում են, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը 3 Թրամփի հետ հանդիպումից հետո իր հերթին հայտարարել է, որ խաղաղության բանակցությունների գլխավոր խոչընդոտն այժմ Ռուսաստանի դիրքորոշումն է։ Մարկ Ռյուտեն ասել է, որ կողմերին այժմ ներկայացվել է կարգավորման ինչ-որ տարբերակ եւ գնդակն ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է։ Կարծում եմ հիմա սեղանին դրված է մի բան, որի շուրջ քննարկումներին ուկրաինացիներն իսկապես ակտիվ ներգրավված են։ ՆԱՏՕ-ում բոլորս համաձայնել ենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ՆԱՏՕ-ի տարածքի, ամբողջ Եվրոատլանտյան տարածքի համար։ Ուկրաինացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խարան Ազատության նաստայաշեյրեմի հեռուստաալիքին ասել է, որ այն, ինչ Թրամփը ուկրաինական կարգավորման հարցում համարում է մեծ հաղթանակ, բոլորովին էլ այդպես չէ։ Ըստ նրա, Ռուսաստանն իրականում զիջումներ չի անում, Պուտինին առաջարկում է գրեթե այն ամենը, ինչ նա ցանկանում էր վերցնել, մինչդեռ Ուկրաինային փաստացի ոչինչ չեն առաջարկում։ То, что Россия не способна захватить всю Украину и изменить власть в Украине, это абсолютно очевидно. Միանգամայն ակնհայտ է փաստը, որ Ռուսաստանն անկարող է գրավել ամբողջ Ուկրաինան կամ փոխել կառավարությունն Ուկրաինայում, եւ դա շուտով չի փոխվելու։ Это не означает, что есть какие-то перспективы победы военной Российской Федерации над Украиной. Այս ֆոնին Reuters-ի տրամադրության տակ են հայտնվել առաջարկները, որոնք Լոնդոնում Ուկրաինան ու եվրոպացիները ներկայացրել էին Միացյալ Նահանգներին։ Ըստ այդմ կողմերը պարտավորվում են լիակատար եւ անվերապահ հրադադար հաստատել երկնքում, ցամաքում եւ ծովում եւ սկսել բանակցել դրա մշտադիտակման պայմանները, որը կառաջնորդի Միացյալ Նահանգները երրորդ երկրների աջակցությամբ։ Առաջարկների համաձայն Ուկրաինան ստանում է նաեւ անվտանգության ամուր երաշխիքներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, նույնիսկ եթե կոնսենսուս չկա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ։ Տարածքային հարցերը քննարկվում եւ լուծվում են հրադադարից հետո։ Դրանց շուրջ բանակցությունները սկսվում են հիմք ընդունելով շփման գիծը։ Ռուս-ուկրաինական ճակատում ռազմական դրությունն այս ընթացքում մնում է լարված։ Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին, կա 3 զոհ, 8 վիրավոր։ Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչուներով հարվածել է տարբեր շրջանների։ Երեկվանից փակ է նաև Նիժնի Նովգորոդի օդանավակայանը։